Իրանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են օնլայն կնքել խաղաղության պատմական համաձայնագիրը, չնայած եւ Վաշինգտոնում եւ Թեհրանում համաձայնագրի տեքստի բովանդակությունը տարակարծություններ է առաջացնում։ Իրանական ֆարսը գրում է, որ Թեհրանը վերջնական որոշում չի կայացրել համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։ Ըստ լրատվական գործակալության, այդ երկրում կոշտ գծի քաղաքական գործիչները կարծում են, որ համաձայնագիրը չի բխում Իրանի շահերից եւ այն կզրկի Թեհրանին ռազմական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունից։ Այս ուրբաթ իրանական լրատվամիջոցները հրապարակել են ենթադրյալ 14 կետանոց համաձայնագրի որոշ մանրամասներ, որոնք ըստ Թրամփի ոչ մի կապ չունեն համաձայնեցված պայմանների հետ եւ հեռու են ճշմարտությունից։ Համաձայնագրի վերաբերյալ որոշ մանրամասները հայտնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Երկու փուլով են լինելու բանակցություններն ըստ Թեհրանի։ Առաջին փուլում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու, երկրորդ փուլում է նախատեսվում վերջնական համաձայնագրի կնքումը։ Միացյալ Նահանգները պարտավորվել է այլևս պատերազմ չսկսել, ուժի եւ սպառնալիքի լեզվով չխոսել։ Ըստ համաձայնագրի Վաշինգտոնն ու Թեհրանը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը եւ չեն միջամտելու ներքին գործերին։ Իրանը վճռական որոշում ունի, որ Հորմուզի նեղուցի ապագան եւ դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու։ Պատերազմի ավարտ Թեհրանի համար նշանակում է, որ Իսրայելը պետք է դուրս գա հարավային Լիբանանում օկուպացված տարածքներից։ Այս պահանջը իրանական կողմը բազմիցս է փոխանցել ամերիկացիներին։ Արդյոք կկարողանան համաձայնության գալ Թեհրանն ու Վաշինգտոնը, որ անգամ հրադադարի պայմաններում չէին դադարում ռմբակոծությունը Մերձավոր Արևելքում։ Իրանցի վերլուծաբանները չեն բացառում, որ համաձայնագիրը կնքելու ուշ է մինել, Միացյալ Նահանգները այն ընդհատի ռազմական գործողություններով։ Մերձավոր Արևելքում կրակը մարելու համար Իրան են մեկնել բանակցողներ Քաթարից։ Գանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր Քիրակի։